Հոկար տեսատուր կազմակերպեմ, ասի կոմբինատ տաղամասով, տաղամասի կենտրոնական հատվածով իմ շատերի համար հարազատ միջավայրով իհարկե կոմբինատի ծանոթությունը պետք է սկսել նախկին գործարանից, որից այսօր շատ քիչ բան է մնացել ցանկապատները եւ այս միսիոնը, որը ես անձամբ համարում եմ այս տաղամասի սիմվոլը, շատ արտահայտված ջրի աշտարակ է, որ այսօր բարձր տեխնոլոգիական աշտարակ է դարձել։ Այստեղ գործարանի վարչական շենքները, այս կամարների հետևը, Բարբարոսա բարի քանդած, այստեղ կոմբինատի նույն մշակույթի պալատներ, էլի Բարբարոսա բարի մերից կողմից քանդած լյոտնի տոնը։ Այս մեր ֆուտբոլի տաշտն է, այնտեղ 5-րդ շենքը, այս արդեն դեպի շարք էր տանող, լեսոսբիտ, այնտեղ բերեդուբոյ ճանապարհները, որտեղ մեր մանկությունը ըստ էության անցել է, այս թաղում մեծացած շատ ու շատերի։ Շատ արտահայտված հիշում եմ, երբ փոքր էինք այս ճանապարհով գործարանից դուրս էինք գալիս աշխատողները, շատ ու շատ հարազատ մարդիկ, հիմնականում սպիտակ արոնոտ խալաթներով եւ դուրս գալուց շատ ավելի հաստափոր, քան թե մտել էին այս իրողությունն է։ Արտակը պատերազմի մեր թաղի հերոստերեկից մեկն է, որ ցավոք զոհվել է եւ այստեղ իր հուշարձանն է։ Այսպես այս ճանապարհով հիմնականում այս կողմի բնակիչները այդպես ծանր ճկված մսի բեռի տակ շարժվում էին։ Ֆուտբոլի տաշտը, որը իրապես իր նպատակներին ծառայել է միշտ, հիմա էլ որ մեկ-մեկ նայում եմ, էլի բակային ֆուտբոլը այն քիչ բաներից է, որ այսօր մեր պատանիներին իրար հետ կապում է կռիվներով, բաներով, բայց մեկը ամենաքաղցր հուշերից մեկը այստեղ է, հաղթանակների ու պարտությունների առաջին համերը այստեղ են գալիս։ Այս ծառուղին այն ամենադժվար ժամանակներ 90-ականների սկիզբ թաղի բնակիչների ջանքերով հնարավոր եղավ պահել, չվերացրեցին եւ ըստ էության այս նաեւ որոշակի առումով այս տաղամասին տվեց իր առանձնահատկությունը։ Հավանաբար ամենամեծ կանաչ կոթիով տաղամասերից մեկն է Գյումրիում, եթե ոչ ամենամեծը պահպանված։ Այս կանգառետ ահավոր շատ հուշեր կա, ով քիշի 37 համարը, 3-րդ համարը շատ ավելի շուտ, հիմա արդեն 14 համարի երթուղայինի կանգառն է եւ ինքը սովետական մոդեռնիզմի շատ հետաքրքիր լուծում է, չեմ պատտվենքում, բայց նկարի իրապես մոդեռնիզմի լավ լուծում է։ Խաղերից մի մասի վրա իմ մանկությունն է անցել, հենց սովետական ժամանակաշրջանից բավականին դիմացկուն էին, այսինքն այս թևի հիմնական այս տուրնիկները, օղակներ կային, իրենք 80-ականներին տրված էին եւ շատերս մեծացել ենք այդտեղ։ Մեր թաղի ժողովրդային խաչմերուկը իրար մեջ ասում են գործազուրկների խաչմերուկ։ Սովետական միության փլուզումից հետո տեղ էին հավաքում հիմնականում, բայց ցավոք այսօր գործազրկության խաչմերուկ ամեն տեղ է։ Այնտեղից էլի կոմբինատի շարքեր ստանող փողոցն է, առաջին շենքը, իմ հարազատ միջավայրը։
այստեղ մենք ցավոտման տեղ ունեցավ, այս երկրաշարժի զոհերի խաչքարն էր տեղադրված, այն խաչքարը քարի մեջ ճակում էր, այս թարմացվել է, նոր խաչքար են տեղադրել, շատ վերջ եղես, այնտեղ հին խաչքարի հարցն է, քարն է, որ կարելի է մտածել վերականգնելու։ Քարը հենց սկզբից բանն էր, նկատվում էր, որ ճեղքված կներ իր մեջ։ Այս ովքիշի մանկությունը, այս ցայտաղբյուրի քարը տրված էր հենց այդ կամարներով պլված վարչական շենքի ներսում, թե մուտքի մոտ, սաղոտ եմ հիշում, հետո տեղափոխվեց այստեղ։ Որով բրանցս տուն էր, Պետրոսյան լովա հենց։ Կանաչ գոտին այստեղ պրծնում էր, թերթի կրպակ էր, այնտեղ պաղպաղակի կրպակ կար, ավելի վերև աուդիո կասետների կրպակ էր, վիդեո պրակատ էր, այդ իրողություն էր, ցավոք, այդ ամեն ինչը չկա։ Այստեղ հորս թողած անկյունն է, որ արդեն կենսաբանական առումով ինքը իր կյանքով հանգիստ ապրում է, կանաչ։ Շատ էլ չեմ ուզում ծերկ տալ, ինքը իր կյանքով բնականում, ապրում, աճում, ծառերը մեծանում են, ջուրանում են, ավելանում են, փորձում ենք մաքուր պահել, տեպ են։ Շենքերի մոտ առաջ ցայտաղբյուրներ կային, աղբյուրներ, հին սիստեմներով սխմվելով, այդ էլ մեր համար շատ կարևոր սիմվոլներից էր։ Այս առաջին շենքի բակային հատվածն է, այնտեղ մեր ցայտաղբյուրն էր, շատ հայտնի, այսօր ցավոք չկա։ Այս իմ համար տրախտի անկյունն է։